Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն նոյեմբերի 14 Ջնջելու եմ նրանց, ովքեր երկրպագում են և դեռ Տիրոջով են երդվում, նրանց, ովքեր մեղքոմով են երդվում։ Սոփոնիա 1:5 Նման մարդիկ համարում էին, թե իրենք անվտանգության մեջ էին, քանի որ երկու Տիրոջ էին ծառայում։ Նրանք միաժամանակ և Եհովայի հետևորդներն էին և խոնարհվում էին իրենց թագավորին։ Սակայն երկերեսանիությունը զզվելի է Աստծո համար։ Նա ողջ սրտով ատում է կեղծավորությունը։ Իրեն ամբողջովին իր կեղծ Աստծուն հանձնող կռապաշտն ավելի քիչ է մեղանչում, քան նա, ով զոհաբերություն է կատարում Տիրոջ տաճարում, բայց իր սիրտը աշխարհի և մեղքի հետ է։ Եվ մերոնց և ձերոնց ծառայելը երկերեսանի արհամարհելի գործելաոճ է։ Երկմիտ մարդը արհամարհանքի է արժանի նույնիսկ ամենօրյա կյանքի սովորական հարցերի լուծման մեջ, իսկ քրիստոնեական հարցերում առավել ևս։ Մեր ընթերցանության սկզբում հայտարարված դատավճիռը դաժան է, բայց լիովին հիմնավորված։ Ինչպես կարող է աստվածային արդարությունը խնայել մեղավորին, որը գիտի խրախուսում, դավաճանում է ճշմարտությունը և միևնույն ժամանակ սիրում է չարն ու դրա համար տեղ գտնում իր սրտում։ Սիրելի ընկեր, քննիր քեզ այս առավոտ և կտեսնես մեղավոր ես արդյոք երկերեսանիության մեջ։ Դու քեզ Հիսուսի հետևորդ ես համարում, բայց արդյոք սիրում ես նրան ինչպես հարկն է։ Արդյոք քո սիրտը համերաշխ է Տիրոջ հետ։ Արդյոք դու թագավորական ընտանիքի անդամ ես, թե չարի ազգականն ես։ Ինչ արժեք ունի երկրպագության արժանի անունը, եթե ես մեռած եմ հանցանքների ու մեղքերի մեջ։ Այն մարդու կեցվածքը, որը մի ոտքով կանգնած է ճշմարտության ցամաքին, իսկ մյուս կեղծ բարեպաշտության ծովի մեջ, տանում է անխուսափելի անկման և կատարյալ տապալման։ Քրիստոսը պիտի լինի կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Աստված լցնում է ողջ տիեզերքը և այնտեղ տեղ չկա այլ Աստծո համար։ Եթե Հիսուսն է տիրել իմ սրտին, այնտեղ տեղ չկա այլ իշխանության համար։ Արդյոք միայն խաչալ Հիսուսին ես ապավինում և արդյոք միայն նրա համար ես ապրում։ Արդյոք իմ ցանկությունն իրոք դա է։ Արդյոք դրան է ձգտում իմ սիրտը։ Եթե այո, ապա թող օրհնյալ լինի ամենազոր շնորհքը, որն ինձ բերել է փրկության։ Եթե ոչ, ներիր իմ ցավալի հանցանքը և թող վախենա քեզանից իմ սիրտը։